Մայիսի 6-ին անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի 2025 թվականի մրցաշարի Սևանի համայնքային փուլը։ Տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովը ստուգեց դպրոցականների հեծանիվների տեխնիկական վիճակը, ինչպես նաև մրցաշարի Սևանի համայնքային փուլի գլխավոր մրցավար Արմեն Երիցյանը տվեց վերջին ցուցումները։ Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դեռևս անցյալ տարի Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ ավագ դպրոցներին և վարժարաններին տրամադրված հեծանիվներով մայիսի 6-ին մրցեցին Սևանի տարածաշրջանի բոլոր դպրոցներից 68 մասնակիցներ իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի 2025 թվականի մրցաշարի համայնքային փուլի մեկնարկը տրվեց Դրախտիկ բնակավայրից։ Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-ից 9-րդ դասարանների 1 տղա և 1 աղջիկ, 10-ից 12-րդ դասարանի 2 տղա և 2 աղջիկ և ֆիզկուլտուրայի մեկական ուսուցիչ թիմային կազմով։ Մասնակիցները հաղթահարեցին 25 կիլոմետր ճանապարհահատված և հասան մինչև Ծովագյուղի խաչմերուկ։ Հեծանվորդների անվտանգությունն ապահովեցին պարեկները։ Համայնքային փուլի աղթողները առաջին երկրորդ տեղեր գրաված թիմերը անցնելու են մարզային փուլ, մարզային փուլի աղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլին։ Մեկնարկը այսօր տրվել է արդեն Սևան համայնքում, Սևան համայնքից մասնակցում են 68 դպրոցականներ, իմ կարծիքով բավականին պատրաստված են, հետաքրքիր մրցապայքար է տեղի ունենում։ Մրցումները հետաքրքիր են նրանով, որ նպաստելու են երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, դպրոցում ֆիզիկական առարկայի նախապատրաստմանը, ուսումնասիրմանը, անցկացմանը, ինչպես նաև քանի որ մրցումները թիմային են, թիմային այդ գաղափարի սերմանը մնալ լինելու։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի Սևանի համայնքային փուլի թիմային պայքարում 7-ից 9-րդ դասարանների մրցապայքարում 1 տղա և 1 աղջիկ առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Մաշտոցի անվան հիմնական դպրոցի թիմը՝ Գարիկ Ավագյան, Սառա Մկրտչյան, ուսուցիչ Հակոբ Խաչատրյան։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Սևանի 4-րդ հիմնական դպրոցի թիմը՝ Միքայել Պետրոսյան, Կարինե Դալաքյան, ուսուցիչ Հովհաննես Վարդանյան։ Երրորդ տեղը զբաղեցրեց Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը՝ Ռոբերտ Կարապետյան, Մանյա Հովհաննիսյան, ուսուցիչ Արմեն Մալխասյան։ 10-ից 12-րդ դասարանների մրցապայքարում 2 տղա և 2 աղջիկ դպրոցների թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Վարսերի Ռաֆիկ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Վահե Սիմոնյան, Էրիկ Աղամալյան, Նարե Գալստյան, Մոնիկա Վարդանյան, ուսուցիչ Մարտիկ Սիմոնյան։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Լճաշենի Աշոտ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Մայիս Գալստյան, Էրիկ Ղազարյան, Մանե Հովհաննիսյան, Մարի Բաբայան, ուսուցիչ Հակոբ Կարապետյան։ Երրորդ տեղը զբաղեցրեց Ծաղկունքի Հովհաննես Թումանյանի անվան բաց դպրոցի թիմը՝ Արեն Մուրադյան, Հայկ Մարության, Ժաննա Ղազարյան, Մանե Մարության, ուսուցիչ Գևորգ Խաչատրյան։ Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի Սևանի համայնքային փուլի գլխավոր մրցավարն էր հեծանվա սպորտի մարզիչ Արմեն Երիցյանը, քարտուղարը Հերմինե Անդրիկյանը, մրցաշարի կազմակերպիչ և պատասխանատու Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը։ Այսպիսով Սևանի տարածաշրջանից 6 դպրոցների թիմերը իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլին։ Գեղարքունիքի մարզում համայնքային փուլերը կանցկացվեն նաև Գավառում, Վարդենիսում, Ճամբարակում և Մարտունիում։ Սուրեն Բարսեղյան, Գնելով Անիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։